Սիրելի հերոստատիտող հավատացյալներ, ահավասիկ մեր հոգևոր ճամփորդության մեջ հասնում ենք մեծի պահոց երկրորդ հանգրվանին, որ կոչվում է մեր եկեղեցու տոնացույցի համաձայն արտաքսման կիրակի։ Մեծ պահքը հավատացյալներիս համար հոգևոր մի ճամփորդություն է, սկսելով անդրադառնալ մեր կյանքին, մեր ներաշխարհին, մեր եկեղեցին հրավիրում է մեզ ամենքիս անդրադառնալու մեր անձնական կյանքին, մեր անձնական կենցաղակերպին, թե ինչպես ենք ապրել մեր կյանքը, ինչպես ենք շարունակում ապրել և ինչպես ենք ծրագրում ապագային ապրել, անձնական ապաշխարության շրջան։ Այս շրջանում եկեղեցիները հրավիրում են հավատացյալներին իր անձերի ներսը նայելու, քննելու, թե ինչ ուներ մեր նախահայր Ադամ դրախտի երանական վիճակում, ինչու կորցրեց, ինչպես կորցրեց և մեզ այսօր մեր Տեր Հիսուս Քրիստոսով ինչ է տրված, որն է այն ճանապարհը, որով կարող ենք դառնալ այդ արտաքսումից և որն է այն փրկության բանալին, այն գաղտնիքը, որով որ կարող ենք վերագտնել մեր երջանկությունը, որի գաղտնիքը փնտրտուքի նպատակն է յուրաքանչյուր մեկիս այս աշխարհում ապրող։ Այդպես ուրեմն արտաքսման կիրակին խորհուրդով դրախտի եդեմական պարտեզի պատմությունն է, թե ինչպես Աստված արարիչը երկնի և երկրի իմաստությամբ այս աշխարհը արարեց, ստեղծագործեց և պահեցողություն սահմանեց առաջին մարդուն, մեր նախահորը Ադամին։ Ամբողջ դրախտի մեջ եղող վայելքներից արտոնեց ուտել, աճեցեք և բազմացեք, լցրեք այս երկիրը, տիրեցեք այս երկրի վրայի կենդանիներին, բույսերին և ամեն բարիքներին, որ տրված է ձեր վայելքի համար, բայց ձեր անձը պահեք այսինչ ծառի պտուղից չուտելու համար։ Ուրեմն Աստված մարդուն առաջին պահեցողությունն է սահմանում, տալիս է այն պատվերը, որով որ մարդու հնազանդությունը պետք է երևար իր ազատ ընտրության մեջ և ինչպես որ մեր կյանքում ընդհանրապես պատահում են տարբեր տեսակի փորձություններ և մենք երբեմն շատ հաճախ տանուլ ենք տալիս այդ փորձությունների մեջ, այդպես էլ մեր նախահայրը Ադամ տանուլ տվեց չարի այն փորձության առջև, թե պետք է ավելի մեծ լինես, ավելի Աստծո նման լինես և այդ հպարտությամբ ընկավ անհնազանդության մեղքի մեջ և որի արդյունքը եղավ Աստուծո կողմից մարդու արտաքսումը դրախտային եդեմական երանական վիճակից։ Ուրեմն այդ հիշատակությունն է այս կիրակին, որ մեզ մեր եկեղեցու հայրերը հրավիրում են խորհրդածելու, թե ինչ ունեինք մենք դրախտի մեջ, որ կորցրեցինք իբրև մարդկային գոյություն և ինչ ենք վերագտնում մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարդացումով և փրկagorցության խորհրդի մեզ շնորհումով և պարգևումով։ Ուրեմն մեղքի արդյունքը դարձավ դրախտի զրկանքը, արտաքսումը դրախտից և մահ ժառանգելը։ Ուրեմն մենք էլ մեր առօրյա կյանքում, մեր անձնական, ընտանեկան կամ հավաքական կյանքը դասավորելիս շատ ժամանակ իբրև մարդկային գոյություններ, մարդկային արարածներ սայթաքում ենք, գիտակցաբար կամ անգիտակցաբար, բայց մեղքի մեջ ենք հայտնվում։ Ուրեմն այս պահեցողության երկար շրջանում մեզ հրավեր է, կանչ է, որպեսզի անդրադառնանք մեր կյանքին, նորոգելու մեր մեջ Աստուծո ներկայությունը, որ խիղճն է, որպեսզի այդ խիղճը արթնանա, զորանա և անընդհատ մեզ Աստուծո իմաստությունը սովորեցնի, թե ինչպես ընտրենք մեր կյանքում ճշմարիտը և առաջնորդվենք դեպի կատարելություն։ Ես ուզում եմ այս առիթով ընթերցել 5 կտակարանի կայծակնամաքուր Եսայի մարգարեի
58-րդ գլխի այն հատվածը, ուր պատմում է, թե արդ ձեր ծոմապահության օրերին ձեր ցանկություններն եք կատարում եւ կսկից պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակա են ձեզ, հակառակության եւ կռիվների մեջ եք պահում եւ բռնցքահարում տկարին, իսկ իմ ինչին է պետք այդպիսի ծոմապահության օրը, դուք պիտի գաք բողոքեք ինձ եւ ես չպիտի լսեմ ձեզ, այդպիսի ծոմապահությունը չէ, որ ես ընտրեցի, եւ ոչ էլ այնպիսի օրը, երբ մարդ իր անձն է տանջում, եթե պարանոցդ կորցնես օղակի նման, ու տակդ քուրձ եւ մոխիր տարածես, այդ էլ սակայն չեմ համարի ծոմ եւ ընդունելի օր, այդպիսի ծոմապահությունը չէ, որ ես ընտրեցի, ասում է Տերը, քանդիր անիրավության հանգույցը, խորտակիր քո վաճառականական խարդախությունը եւ բռնությունը եւ ներիր ու արձակիր նեղյալներին եւ պատրիր բոլոր անիրավ մուրհակները։ Ահավասիկ թե ինչպես Եսայի մարգարեն հստակորեն Տիրոջ կամքն է հայտնում հավատացյալ այն համայնքին, թե երբ որ ծոմ պահես, երբ որ պահեցողության մեջ լինես, այդ պահեցողությունը եթե իր նպատակի մեջ չի հետապնդում քո նորոգությունը, քո հաշտեցում Աստուծո հետ, քո մտերմությունը դեպի հոգևոր բարոյական կյանքը, ուրեմն ընդունայն է ուտելիքի մսեղենից հրաժարվելը, որովհետև գիտեք, որ մեր եկեղեցին ընդհանրապես եկեղեցական կարգ ու կանոնը մեզ հրավիրում է այս պահեցողության երկու ճանապարհով, ֆիզիկական պահքի եւ հոգևոր պահքի, այսինքն զգացական պահքի եւ իմացական պահքի։ Զգացական, այսինքն այն, ինչ որ կարող ենք մեր մարմինը զրկել հանուն ինչ որ մի նպատակի։ Եթե մենք մեզ զրկում ենք մեր սիրած բաներից, մոլություններից, տարբեր տեսակի սայթակումներից, մսեղենից կամ կենթանական որևէ առաջացած կերակուրից, եւ մենք դեռևս շարունակում ենք մեր կյանքում մեր խոտոր եւ սխալ ընթացքը, ուրեմն մենք դեռևս իրական պահքի ընթացքի մեջ չենք, որտեղ պահքի նպատակը Աստուծո հետ հաշտությունն է, Աստուծո հետ մտերմացումն է, մեր հոգու զորացումն է մարմնական որոշակի զսպվածության եւ չափավորության ճանապարհով։ Ուրեմն այնպես որ հոգևոր պահքը, զգայարանների պահքը, մեր զգայարանների ֆիզիկական, որ արտահայտվում է նաեւ հոգևոր մեր կյանքի վրա, շատ կարեւոր է։ Եթե այդ դատարկությունը, որ մաքրում ենք մեր ներքին աշխարհը մարմնական պահքով եւ չենք լցնում հոգեկան վայելքներով, այսինքն աղոթքով, այսինքն ուխտագնացությամբ, այսինքն ողորմությամբ, այսինքն տարբեր տեսակի հաշտեցումներով, ներումներով, սիրով, այս ամեն արտահայտումները գործնական առումով եթե չեն լինում, տեսական պահքը մնում է միայն դիետայի սահմանում, այսինքն բժշկական, ֆիզիկական սահմանի վրա։ Այնպես որ իմացական պահքը շատ կարևոր է, թե ինչպես մենք հոգևոր մեր կյանքի արտնությունը եւ գարունն ենք տեսնում այստեղ։ Այնպես որ նույն մեր Տերը Հիսուս Քրիստոս ավետարանի մեջ այս կիրակի համար մեզ հորդորում է արդ կատարյալ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ։ Այսինքն մեզ մեր Տերը հրավիրում է կատարելության, ձգտման դեպի կատարելություն, հոգևոր կատարելության։ Մի այլ տեղ ասում է Աստված հոգի է եւ նրան հոգեպես պետք է երկրպագենք։ Այսինքն մեր նմանությունը, այդ աստվածանմանությունը, որ ուներ Ադամ, մեր նախահայրը, որ կորցրեց իր մեղքի հետևանքով, մեզ այսօր հրավեր է տրված, որպեսզի նորոգենք, պայծառացնենք մեր մեջ այդ աստվածանմանությունը։ Աստուծո նմանվել նշանակում է Աստուծո խոսքը լսել, Աստուծո կամքը կատարել եւ այդ կամքը մեր կյանքի մեջ արտացոլել։ Աղոթքի ճանապարհով եւ գործի ճանապարհով։ Այս պահքի շրջանը մեզ համար լավագույն անդրադարձի հրավերն է։ Արտաքսման կիրակին պետք է անդրադարձնի մեզ, որ մենք արտաքսված ենք, բայց հրավեր ունենք վերադառնալու։
մեզ Աստված չզրկեց, որովհետև իր սիրո արդյունքում իր միածին որդուն անգամ շնորհեց, որովհետև մենք փրկություն ունենանք եւ ետ դարձի ճանապարհ ունենանք։ Այդ հավիտենական երջանկության գտնելու բանալին ունենանք, որ տրված է ավետարանի մեջ, Հիսուսի խոսքի մեջ. եղեք կատարյալ, ինչպես որ ձեր երկնավոր հայրն է կատարյալ։ Ուրեմն մարմնական եւ հոգեվոր պահեցողության մեջ շատ կարևոր եւ տիրական դեր պիտի խաղա հաշտեցումը մեր եւ Աստուծո։ Եվ Պողոս առաքյալը ինչպես որ ասում է, աղաչում եմ ձեզ եղբայրներ, ողորմությամբ Աստուծո, որ պատրաստեք ձեր մարմինները որպես կենդանի զոհ, սուրբ, աստվածահաճո, այդ է ձեր բանական պաշտամունքը։ Եվ այս աշխարհի կերպարանքով մի կերպարանվեք, այսինքն նյութական մի եղեք, միայն նյութական պահք մի պահեք, այդ զրկանքը եթե նպատակի համար չէ, իզուր է, մի նմանվեցեք այս աշխարհի նյութական վայելքներին, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ, որովհետև մեղքի արմատը թաքնված է մեր մտքի մեջ, որտեղ հղացվում է մեղքը գործից առաջ մեր մտքի մեջ, մեր էության մեջ։ Հետո նոր ժամանակի ընթացքում գործի է վերածում։ Այդ գործը ուրեմն նախ եւ առաջ մտքից պետք է արմատախիլ անել, որովհետեւ ճիշտ ճանապարհի մեջ, Քրիստոսով ճանապարհի մեջ հայտնվենք։ Ուրեմն այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ, որովհետեւ դուք քննեք լավը եւ թե ինչ է Աստուծո կամքը, բարին եւ հաճելին եւ կատարյալը։ Ուրեմն սիրելի հերոստատիտող հավատացյալներ, եկեք այս շրջանը միասնաբար իբրև հավաքականություն, բայց այդ հավաքականության մեջ ամեն մեկս մեր անձնական ներաշխարհին անդրադարձ կատարենք։ Տեսնենք, թե ուր է այդ կատարելության ճանապարհը։ Քրիստոս հայտարարում է իրեն իբրև ճանապարհ այդ ճշմարտության հասնելու համար, իբրև ճշմարտություն այդ ճանապարհի ընթացքին եւ այդ ճշմարիտ կյանքը փնտրելու այդ իրական ներկայությունը։ Ուրեմն Քրիստոսով իբրև այդ ծառի պտուղ, կյանքի ծառի պտուղ մենք կկարողանանք դառնալ եւ վայելել այն վայելքը, որ Աստուծո ներկայությամբ է միայն անժամանակ։ Աստուծո օրհնությունը եւ շնորհները թող մեզ առաջնորդեն այս ընթացքում, որբեսի յուրաքանչյուրս անդրադառնանք, փնտրենք, գտնենք մեր ճանապարհը, լսենք այն հրավերը, որ գալիս է երկնքից, Աստուծո ձայնից, որ գալիս է մեր եկեղեցու խորաններից եւ գալիս է մեր սրտերի մեջ, որբեսի նորոգենք մեր սրտերը, պատրաստվենք Տիրոջ փառավոր գալստյան, պատրաստվենք Տիրոջ հրաշալի հարության եւ մենք իր հետ հաշտ սրտով եւ հաշտ մտքով, կենթանի հավատքով եւ կյանքի մեջ փոփոխված իբրև արդարացած մարդ կանգնենք եւ իրար համբուրենք եւ ասենք Քրիստոս հարյավ իմերելոց, որովհետեւ այդ հարության լույսը պետք է նաեւ հարություն բարգեւի մեզ եւ այս կանոնագարկության ընթացքը պահեցողության մեզ պիտի առաջնորդի դեպի այդ հաղթանակ, դեպի հոգևոր հաղթանակ։ Ուրեմն եկեք, որպեսզի միասնաբար այդ ուրախության եւ երջանկության կորուստը վերադարձնենք մեզ հոգևոր կյանքի նորոգությամբ եւ Աստծուց խնդրենք, որպեսզի Տերը իր շնորհները, իմաստությունը եւ սերը մեզ բարգեւի, որպեսզի առաջնորդի մեզ այս պահեցողության ընթացքում։ Աստծո օրհնությունը թող բոլորիս հետ լինի եւ առաջնորդի մեզ իր ճշմարտության մեջ բնակվելու եւ հաստատվելու։ Ամեն։